Գնանք Աստծո խոսքի մեջ, այսօր ես այսպես եմ վերնագրել պատգամը, որ ուզում եմ խորի մասին ուզում եմ խոսել, այսպես եմ վերնագրել։ Չնայած չի կարող վերնագրել, որովհետև վերնագիրը շատ էր մի տեսակ, բայց այսպես եմ հələ որ վերնագրել ուժերդ հավաքիր։ Կամ երկրորդ շնչառություն։ Վազորդները, սպորտսմենները կհասկանան, որ կա երկրորդ շնչառություն, դա որն է։ Գիտես, երբ որ ես բանակում ծառայում եմ, ակամայի սպորտսմեն ես դառնում այնտեղ, մարզվում ես, պարապում ես, եւ դժվար է սկսել, մի տեսակ անհավես է։ Կամ լավ ուրիշ բան ասեմ, հեշտ է սկսել, հեշտ է ասպարեզը սկսել։ Կա start, չէ, սկիզբ, կա վերջ, finish։ Եվ այդ start-ը մի տեսակ անցնում ես, հեշտ է։ Բոլորս ունենք հոգևոր start, բոլորս ունենք հոգևոր սկիզբ։ 3 ու 4 բոլորս վազում ենք։ Պողոս Արաքյալը կասի այնպես վազի, որ մրցանակը ստանաս։ Բոլորն են վազում։ Խոսքը ասում է։ Բոլորը ունեն start, բայց գիտես, այդ վազքի ընթացքում կա գայթակղություն կանգնել, որովհետև հոգնում ես, դա նորմալ է, մարմինը հոգնում է։ Ասպարեզը վազելուց կա գայթակղություն, կանգնես ու հանգստանաս, կամ շրջվես ու հետ գնաս։ Բայց գիտես, նրանք ովքեր որ չեն հանձնվում, նրանք ստանում են երկրորդ շնչառություն։ Երբ որ հավաքում են իրենց ուժերը, մի տեսակ բացվում է, չէ՞, որ երկրորդ շնչառությունն է բացվում։ Նրանք ովքեր որ վազել են, նրանք իսկ կհասկանան։ Գիտես, երկրորդ շնչառությունը չի գալիս ստարտի ժամանակ, սկզբի ժամանակ։ Երկրորդ շնչառությունը գալիս է, երբ որ ուժերդ արդեն սպառվում են։ Այն որ համբերությունը սպառվում է։ Որ ասում ես հերիքա, ել չեմ կարողանում, ես հոգնել եմ։ Երկրորդ շնչառությունը գալիս է միայն ընթացքի ժամանակ, թանկագինս։ Եվ այսօր սրա մասին եմ ուզում խոսել։ Նաում 2-րդ գլուխ առաջի խոսք։ Նաումի մարգարե, ով գիտի, որ այդպիսի մարգարե կա։ Մենք սովոր ենք, չէ՞, մեծ մարգարեներին Եզեկիել, Երեմիա, Եսայի, բայց կան փոքր մարգարեներ, եւ Նաումի 2-րդ գլուխ առաջի խոսքում այսպես է գրված. Քո դեմ փշրող է գալիս։ Կա փշրող, կա ավիրող, կա թշնամի։ Ասում է քո դեմ փշրող է գալիս։ Եվ այստեղ մեզ օգնության ձեռք է մեկնում եւ լուծումներ է տալիս։ Պահիր պատնեշդ, ճանապարհին նայիր, թիկունքդ պնդացրու եւ ուժերդ հավաքիր։ Սա համար եմ ասում, մի քանի վերնագիր կար, ես չգիտեի, որ ընտրեի։ Վերջում կհասկանանք, ուր են գնալու։ Ասում է փշրող կա։ Ես այս խոսքը Աստված տալիս էր այն ժամանակվա ժողովրդի, բայց այսօր այն նույնպես արդիական է, որովհետև կա հոգևոր աշխարհ։ Եվ հոգևոր աշխարհում պատերազմը նման է, նույնն է, կարծես թե կրկնվի պատմությունը։ Գիտես, մարդկության թշնամին անընդհատ հնարավորություն է փնտրում, որ քանդի։ Սա փշրողն է։ Մարդը ունի թշնամի։ Մենք գիտենք դա սատանան է։ Եվ դա հնարավորություն է փնտրում, ռուսենով բառ կա, լազեյկա։ Փոքր մի հատ ճեղք։ Փոքր բան, որտեղից ինքը կարա մտնի։ Ասում են առնետը, հերիքա գլուխը մտնի, այդ ամբողջ ջանդակը կմտնի։ Տեսել ես նա ջանդակը կերասխմած փորը, որ գողանում է։ Հերիքա գլուխը մտնի, պուճուր գլուխ է, բայց ջանդակը մեծ է։ Գիտես, թշնամին էլ այսպես մի հատ բան է, հերիքա մտ պուճուր քիթը կարողան այնտեղ, պուճուր քիթի կմցնի։ Հերիքա մտ պիճվես մի փոքր հնարավորություն։ Ինք ուզում է մտնի ինչի համար, որպեսզի քանդի մեր կյանքերը, քանդի ընտանիքներ, քանդի ծառայություններ, քանդի եկեղեցիներ։ Եկեղեցին, գիտես, եկեղեցին դրված է երկրի վրա որպես սյուն եւ խարիսխ ճշմարտության։ Սա Աստծո խոսքն է, եկեղեցին, գիտես, ինքը մարդկության անբաժանելի մասն է։ Ավելին ասեմ, եկեղեցին հոգևոր մարդու անբաժանելի մասը պիտի լինի։ Եվ սատանան, չարը, քանդողը, փշրող ասում է գալիս է, որպեսզի քանդի, փշրի։ Եվ Աստծո այդ փոխհարաբերությունները։ Ես Աստված է մեզ զգուշացնում, որ գալիս է փշրողը, գալիս է քանդողը։ Մի բան ասեմ, չի կարելի կարծել, որ փշրող չի գա։ Չի կարելի կարծել։
Ինձ չի մոտենա չարը, որովհետև ես, չգիտեմ, ես ինչի տղեն եմ կամ ես ինչի զավակն եմ, հա, իմ մորը չեք ճանաչում։ Դա չունի այդպիսի մի բան։ Սա աշխարհը ունի ցուցանիշը, ինքը այս ինչի որդին է, այս ինչի շրջապատից է, նրան չմոտենաս։ Չի կարելի կարծել, որ փշրողը չի մոտենա։ Չի կարելի կարծել, որ ես մեկ անգամ քարոզում էի մի 3 տարի առաջ սրա մասին, որ ինչ էր որ կառուցում ես, հոգևոր աշխարհում, եկեղեցում, չգիտեմ, քո կոչումը, եկեղեցական կյանքը, քրիստոնեական կյանքը, ընտանիք, ծառայություն, կարիերա, աշխատանք, ինչ էր որ կառուցում ես, կառուցիր ցնցումները հաշվի առնելով։ Չի կարելի կարծել, որ թափ չի տա, չի կարելի կարծել, որ փշրողը չի մոտենա։ Չի կարելի կարծել։ Գիտես, դա թշնամուն է ձեռ տալի, որ դու այդպես մտածի։ Դու մտածի, որ ես չկամ։ Որ ես կարողանամ մի փոքր ճեղ գտնեմ, մտնեմ եւ այնտեղ իմ գործն անեմ։ Այսպիսով փշրողը դեմ դուրս գալիս։ Փշրողը քո դեմ փշրող է գալիս։ Աստված զգուշացնում է իր ժողովրդին, որ քո դեմ փշրող է գալիս եւ դու բան ունես անելու։ Փշրողը դա սատանան է։ Եվ սրա մասին Հիսուսն ասեց Հովհաննեսի 10:10, գողը գալիս է միայն գողանալու։ Գողը գալիս է միայն մորթելու եւ ոչնչացնելու։ Գողը գալիս է որ գողանա, կործանի եւ փչացնի։ Գողը չի գալի մտնում տուն, ասի լի վարքյան նայեմ, չէ, հերոստացույցը այդքան էլ լավը չի, բերեք մի հատ փոխենք այս մարդու հերոստացույցը, ավելի լավը դնենք ու գնանք, չէ։ Այդպեսի բան չի անում։ Գալիս է ինքը թանկարժեք վայրերի մեջ։ Գալիս է ոսկեղենն է փնտրում։ Այն ինչ որ թանկ է քո համար։ Հիմա հարց, ի՞նչ է թանկ քո համար հոգևոր կյանքում։ Գալիս է հենց դա տանի։ Ինչը արժեք ունի քո համար հոգևոր կյանքում, գալիս է որ դա տանի։ Գալիս է քո սրբության հետևից։ Գիտես որ սրբությունը դա շատ թանկ հաճույք է։ Շատ թանկ։ Գալիս է քո արդարության հետևից։ Գալիս է, հասկանում ես, ինքը գողերը երբ որ մտնում են, իրան գիտեն ուր մտնեն։ Գիտեն այն թաքստոցները, ոնց մարդու հոգեբանությունը որտեղ կարա լինի ոսկին, գումարները, բրիլյանտները, այդտեղ են փնտրում։ Գողը չի գալիս ու գնում է տուալետ ներողություն բարիս համար։ Գալիս ու գնում է ծածուկ սպալնիները։ Գողը գալիս է մտնում է ինտիմի մեջ, մարդկային փոխհարաբերությունների մեջ, այն ծածուկ տեղերն է ինքը գալիս սպանելու համար, գողանալու, փշրելու համար։ Այստեղ ես Փառք Հիսուսին քո համար ուշադիր եղիր։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար։ Գիտես, գողը չի գալիս մի ցուցատախտակով, այսպես, ես եկել եմ քանդելու։ Ես եկել եմ գողանալու։ Ես եկել եմ որպեսզի փչացնեմ քո կյանքը։ Այդպիսի բան չկա։ Գողը չի գալիս նման ցուցատախտակներով եւ հայտարարություններով։ Այն նա գալիս է իր մեթոդներով, իր միջոցներով, մեղքի։ Նա ունի միջոց, մեղք անետում, քո հոգևոր կյանքի մեջ, փոքր մեղք։ Մենք սիրում ենք, մարդիկ սիրում են սորտավորեն, դասակարգեն մեծ եւ փոքր մեղքերի, բայց մեղքը մնում է մեղք։ Երեք աղոթքի ժամանակ սրա մասին խոսվեց, որ Դավիթ թագավորը, երբ որ նա սովեց, նա փախուստի էր դիմել, նա փախել էր Սավուղի երեսից եւ եկավ Աստծո տուն, կար առաջավորության հաց, որը միայն քահանաները իրավունք ունեին կպնել եւ ուտեին, սա քահանաների համար էր։ Եկավ առաջավորության հացը կերավ, քահանան նրան թաքցրեց Սավուղի երեսից։ Հետո նա փախավ, Սավուղը եկավ, հետո իմացավ, որ այստեղ Դավիթն է եղել։ Եվ իրես սկզբից քահանան սուտ խոսած Դավթի պատճառով։ Նա ասաց, չէ, Դավիթ այստեղ չի եղել։ Բայց հետո երբ որ Սավուղն իմացավ, գրված է, տասնյակ քահանաներ կոտորել տվեց, ջարդեց, սպանեց։ Սա գիտես, որ ինչի խորհուրդն է։ Մի փոքր սուտ կարա մեր ներսում քահանաներ սպանի։ Մի փոքր սուտ կարա մեր ներսում սրբություններ ավելի։ Քահանան ինքը մեկն էր, ով որ կանչված էր բարեխոս լիներ Աստծո եւ մարդու միջև, բայց քանի որ մեղք կա մարդու կյանքում, գիտես խիա սատանեն ուզում ես մեղքի մեջ պահի։
Որովհետև այդ ժամանակ դու չունես համարձակություն կանգնես Աստծո առաջ։ Սատանան ուզում է մարդուն մեղքի մեջ պայի, որովհետև երբ որ մարդը մեղքի մեջ է, չունի համարձակություն կանգնի եւ բարեխոսի ինչ որ մեկի համար, որովհետև չարը կգակասի, հələ դու մատ քո կյանքին նայի։ Բամբասանքի տնից ես գալիս, եկել ես Աստծո տուն ու բարեխոսում ես։ Հələ մատ քո կյանքի մեջ մտի կարա։ Մատ քո կյանքին նայի։ Սատանան ուզում է մեզ մեղքի մեջ պայի, փոքր մեղք լինի, որպեսզի ներսի քահանաների սրբությունները կոտորի մեր ներսում։ Երբ որ դու դատելու տնից ես գալիս, կամ բամբասանքի տնից ես գալիս, ինքը ունի իր մեթոդները, սա մեղքն է, կամ կեղծ վարդապետություններ, կամ հայտնություններ։ Ինքը ունի կեղծ վարդապետություններ, ինքը ունի կեղծ հայտնություններ։ Ինքը այդպես է քանդում փոխհարաբերությունները։ Ինչ որ մեկը մի հատ հայտնություն կարա ստանա, որտեղ ինքը գեժ, սենց հոգևոր էակ է։ Եվ այդ հայտնությամբ քանդի ինքը չի գալիս, հասկանում ես սատանան չի գա ասի ես բերել եմ հայտնություն։ Ինքը կընտրի մեր մեջից ամենահոգևոր մեկին։ Հայտնություն կնետի։ Ու կասի քո հայտնությունն ուրիշ է։ Հպարտություն կբերի։ Դրանից հետո հպարտությունն է գալիս։ Չարը չի գալիս ցուցանակով ես եկել եմ քանդելու։ Ինքը միշտ էլ գործում է ճշմարտանման։ Համարյա թե Աստծո մեթոդներով։ Վիրավորանքի տեսքով կգա, որպեսզի քանդի, հոգնածություն նույնպես։ Կասկածներ, հոգևոր անփութություն, սրանք միջոցներ են, որի միջոցով չարը գալիս է։ Գողը գալիս է, գողանա։ Գողը գալիս է քանդի եւ կործանի։ Երբ որ հոգնում ես արդեն, սրա մասին կանդրադառնանք։ Եվ այս փշրողի դեմ այսպես են կանգնում, պահում են պատնեշը, ճանապարհին են նայում, թիկունքն են պնդացնում եւ ուժերն են հավաքում։ Մեզ Տերը տալիս է հրաշալի մեթոդներ, որի մասին կխոսենք։ Եվ սրա մասին մեզ զգուշացրեց հենց Պետրոս Առաքյալը, Պետրոս 5:6, ասում է զգոն եղեք։ Երբ որ պատնեշի վրա կանգնում ես, դու զինվոր ես, դու պահապանն ես քո քաղաքի, դու պահապանն ես քո եկեղեցու, քո ընտանիքի, քո կյանքի, զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին, սատանան, մռչացող առյուծի պես շրջում է եւ փնտրում է, թե ում կուլ տա։ Սատանան ինքը մռչացող առյուծի պես, առյուծ չի, այնքը ձևանում է առյուծ։ Եվ փնտրում է, թե ում կուլ տա, ում ոչնչացնի, ում փչացնի։ Հաղթանակի առաջին քայլը դա հասկանալն է, որ հոգևոր պատերազմը իրական է։ Նույնիսկ եմ ասում, հաղթանակի առաջին քայլը դա գիտակցելն է, որ հոգևոր աշխարհը իրական է։ Առաջինը պահիր պատնեշը։ Ինչ է պատնեշ հոգևոր մարդու համար։ Հոգևոր մարդու համար պատնեշը դա Աստծո հետ փոխհարաբերությունն է, սա առաջինն է։ Երբ որ դու պատնեշի վրա ես, կառուցիր քո փոխհարաբերություն Աստծո հետ։ Որովհետև գիտես, ես մի բան եմ հասկացել, որ երբ որ մենք Աստծո գրքի մեջ ենք մեծանում, Աստծո հետ փոխհարաբերության մեջ ենք զորանում, երբ որ ընկնում ես, իսկ դու անպայման կարող ընկնես, դու ընկնում ես Աստծո գրքի մեջ, այլ ոչ թե ցեխի։ Խիախոսն ասում, որ եթե արդարը 7 անգամ էլ ընկնի, նա վեր կկենա, ինչու՞։ Որովհետև երբ որ արդարն ընկնում, նա ընկնում է Հիսուս Քրիստոս ժայռի վրա։ Պահիր պատնեշը, ինչ է հոգևոր մարդու համար պատնեշը, դա աղոթքի կյանք ունենալն է։ Դա Աստծո խոսքն է, ընտանեկան առողջ մթնոլորտն է։ Մենք այսպես ենք մեր պատնեշը պահում։ Մենք այսպես ենք պատ կառուցում մեր եւ աշխարհի միջև, մեր եւ թշնամու միջև։ Սատանան չարը գալիս է, որ գողանա, կործանի եւ սպանի, ինչպես առաջին ինքը փոխհարաբերություն Աստծո հետ վերցնում մարդուց։ Գողանում է։ Չկա փոխհարաբերություն
Ինչ պատնեշի մասին է խոսքը, ամեն բան այստեղից է գալիս։ Գիտես, երբ որ դու զգում ես ձախողումներ, կրկնվում է քո ձախողումները։ Ձախողումից ձախողում, իսկ մենք կանչված ենք գնանք փառքից փառք, հավատքից հավատք, զորությունից զորություն, բայց եթե դու տեսնում ես քո կյանքի մեջ ձախողումից ձախողում, պրոբլեմից պրոբլեմ, պարտքից պարտ, միգուցե ժամանակն է, որ դու վերանայես քո կյանքը, քո փոխհարաբերություն Աստծո հետ, միգուցե ժամանակն է։ Աղոթքիդ կյանքը վերանայես։ Երբ ես վերջին անգամ քո խոսքը, Աստծո խոսքը բացել, քո Աստվածաշունչը բացել, երբ ես վերջին անգամ կարդացել, եթե վաղուց բայլ ինչ էիր ուզում, բայլ ինչ էիր ուզում։ Ընտանեկան առողջ մթնոլորտ, սա նույնպես գերկարևոր է։ Եթե չկա ընտանիքում առողջ մթնոլորտ, սատանան կարա գա։ Եկեղեցին նույնպես համարվում է փրկության վայր, որովհետև նա ճշմարտության սյունն ու խարիսխն է երկրի վրա։ Եվ հենց այս ոլորտների վրա է հիմնականում հարձակվում թշնամին։ Եթե դադարել ես պաշտպանել աղոթքիդ կյանքը, այն աստիճանաբար կանհետանա։ Դու պիտի պաշտպանես քո աղոթքի կյանքը։ Եթե դադարել ես պաշտպանել սիրտդ, այնտեղ մեղքը բնակչություն կհաստատի։ Եթե դադարել ես պաշտպանել ընտանիքդ, թշնամին կբերի բաժանում։ Ինքը ամեն ինչ կանի։ Պիտի պաշտպանես, պատնեշ կառուցես։ Որ պահից որ սկսես եկեղեցին դիտարկել որպես ոչ այդքան էլ կարևոր վայր, իմացի կոչման հետ խփելու է։ Իմացի կոչումդ գողանալու է։ Իսկ եթե կոչումդ գողացավ, մի օր միգուցե Աստված չանի լսես, չար եւ անպիտան, ծառա, ոչ է զավակ, մասնագետ, քարտաշ, չգիտեմ, տարբեր մասնագիտություններ, ծառա, չար եւ անպիտան ծառա, ծույլ եւ անպիտան ծառա։ Առակա 4:23 Ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի ելքը, աղբյուրը։ Ամեն ինչից առավել սիրտդ պահիր, զգուշությամբ պահիր։ Գիտես, ես մի խորհուրդ քեզ տամ։ Երբ որ կռվում է քո ողջամտությունը, քո սիրտը, միանշանակ կանգնիր ողջամտությանդ կողքը։ Դու նկատես պայքարը, երբ որ գնում ես, սիրտդ մի բան է ասում, իսկ միտքդ լրիվ ուրիշ բան է ասում, նկատել ես։ Միշտ ընտրիր միտքդ, սիրտը չընտրես։ Սիրտը շատ խաբուսիկ է։ Աստծո խոսքը մի տեղում գրված է, ասում է, շատ չափազանց ապականված է մարդու սիրտը։ Ու երբ որ դու չես պահում քո սիրտը զգուշությամբ, որտեղից փնտրես էլ կյանքի ելքը։ Պահելն ինչ է նշանակում։ Ամեն օր պահակ կանգնել։ Ամեն օր։ Երկրորդը, պահպարիր, ճանապարհդ նայիր։ Սա զարմանալի մի կոչ է։ Հիմա ճանապարհդ նայիր։ Ճանապարհը դա կյանքի ուղին է։ Անհրաժեշտ է միշտ ուշադիր լինել, թե ուր եմ ես գնում։ Ուր է տանում իմ ճանապարհը։ Մենք ունենք այստեղ տարբեր ճանապարհներ, ուղիներ։ Մենք ընտրում ենք մեր կյանքի ճանապարհը։ Ուր եմ ես գնում, դու քեզ հարց տվել ես։ Եթե ես այս ճանապարհով գնամ, մի օր կանգնելու եմ ֆինիշի առաջ, իմ ճանապարհը ինձ ուր է բերելու։ Իմ կյանք, իմ ընտրած հոգևոր կյանքի ուղին ինձ ուր է տանելու։ Կամ ով է ազդեցություն թողնում ինձ վրա իմ ճանապարհի ընթացքում։ Երանի քո ճանապարհի վրա ազդեցություն թողի Հիսուս Քրիստոսը։ Գիտես, այնքան հաճախ է լինում, որ մեր կյանքի ուղու վրա գալիս է, հայտնվում է ինչ-որ մեկը ապականելու համար։ Գիտես, մի փոքր աննշան թվացող շեղելու համար։ Աննշան։ Որ կարող է 1 ամսվա ճանապարհ անցնես, չզգաս այս շեղումը։ 2 ամսվա ճանապարհ անցնես, չզգաս այս շեղումը։ Մի տար հետո կնկատես մի բան ինչի։ Մի փոքր հեռացել եմ ինչ-որ։ Ինչու՞։ Աննշան էր այդ շեղումը։ Շատ փոքր էր։
թվում։ Ում եմ ես նայում, իմ կյանքի հեղինակը, իմ կյանքի հերոսը ով է, ում եմ ես նայում, խորհուրդ քեզ տամ, երբեք մարդուն չնայես, նայի միայն Հիսուս Քրիստոսին, խաչված Հիսուս Քրիստոսի եւ հարություն առած, մարդուն չնայես, որովհետեւ ամեն մի մարդ խոտ է, եւ նրա փառքը խոտի պես, դա Սոխոսն ասում, երբ որ մարդուն ես նայում, իսկ եթե մի օր նա ընկնի, ինչ ես անելու, երբ որ մարդն է քո կյանքի հերոսը, այո, մենք ունենք հրաշալի հերոսներ, Աստծո խոսքը մեզ ինչ ասում հերոսների մասին, նայի նրա կյանքի վաղճանին, նոր ընդօրինակիր նրա հավատքը, այո, ես կարող լինեմ օրինակ քո համար, քո կողքին է կարող լինի քո համար օրինակ, բայց գիտես, ամենագլխավոր քո կյանքի հերոսը թող լինի միայն Հիսուս Քրիստոսը, միայն նա, նրան նայելով չես խոտորելու, մենք մեր կյանքի մեջ ունենք շատ մարդիկ, չընդօրինակես ոչ ոքին, առաջինը դու ինդիվիդուալ ես, Աստված քեզ հրաշալի է ստեղծել, եւ երկրորդը թող քո կյանքի հերոսը լինի Տերը, միայն Տերը, ում եմ ես լսում, ում եմ ես տալիս իմ ականջները, Սամսոնը երբ որ սկսեց լսել Դալիդային, դա կործանվեց, գիտես ում ես դու տալիս քո ականջները, միայն Տիրոջ է դու, ում եմ ես թողնում իմ կյանքի մեջ, գիտես մենք չպետք է մեր վրա գրենք այսպես բարի գալուստ եւ բոլորը կարողանան մտնել մեր կյանքերի մեջ, գան ամեն մեկը մի բան թողի ու գնա, ամեն մեկը գա մի բան վերցնի ու գնա, քո կյանքը դու պիտի գիտես Աստծո հետ միշտ ուշադիր տանես եւ հարց տաս ում թողեմ իմ կյանքի մեջ, բոլորը կուզենան մտնեն, քո տուն, քո ընտանիք, քո կյանքի մեջ, ինչ ազդեցություն են թողնում, ես հազվադեպ է պատահում, որ մարդ անմիջապես են կնում, հիմնականում նա աննկատ փոխում է իր ուղղությունը, մի փոքր, սրա մասին Սողոմոնը կասի, Առակաց 4:26, հարթիր քո ոտքերի ուղին, հարթի, եւ քո բոլոր ճանապարհները կհաստատվեն, Տիրոջով հարթիր, չարը հիմնականում աննշան թվացող քիչ շեղում է մեր ճանապարհը, շատ քիչ, իսկ մնացածը թողում է ժամանակին, ժամանակը շատ բան է կարող անի, մի փոքր, մի քիչ շեղում, մի քիչ մեղքի թթխմոր, մի քիչ հպարտություն, մի քիչ կասկածներ եւ ամեն բան կարող փոխվի ժամանակի մեջ եւ թողնում է ժամանակին, մնացածը ժամանակը կանի, կանայք լավ կհասկանան, մի փոքր թթխմոր եւ ամբողջ զանգվածը ժամանակի ընթացքում ուղղակի խմորվելու է այդքան բան։ Երրորդը թիկունքդ պնդասրում։ Պատերազմի ժամանակ թիկունքը գերկարևոր նշանակություն ունի։ Երբ որ գիտես թիկունքը թույլ է լինում, պատերազմը ինչքան է որ դու առաջ գնաս, քո թիկունքը երբ որ թույլ է լինում, դու խոցելի ես դառնում։ Դա համար պատերազմի ընթացքում թիկունքը գերկարևոր մի տեղ է զբաղեցնում։ Գերկարևոր մի բան է։ Ասում է թիկունքդ պնդասրու։ Եվ քանի որ մենք գիտենք, որ մենք գտնվում ենք մշտական հոգևոր պատերազմի մեջ, ապա պիտի կարևորություն տանք մեր թիկունքին, թե ում ենք այն տալիս, ով է իմ թիկունքը պահում։ Պողոս առաքյալը կասի Եփեսացիների նամակ 6:14, ասում է, արդ հաստատուն կանգնեք ձեր մեջքը, ձեր թիկունքը մեջքը ճշմարտությամբ գոտեպնդված ու արդարության զրահը հագած։ Իսկ Պետրոս առաքյալը կգրի, որ ձեր միտքը լինի գոտեպնդված զգոն։ Միտքը գոտեպնդված, սա ինչ է նշանակում, որ մտքի դաշտը կարգի բեր։ Միտքդ ասում է գոտեպնդիր, ճշմարտությամբ, միտքդ ամրացրու, գոտեպնդիր, թիկունքդ զորացրու, այսինքն մտքի դաշտը առաջինն է, մտքի դաշտը կարգի բեր։
Որովհետև մեկ այսպես ասեց, զգուշ եղիր քո մտքերին, նրանք կարող են վաղը միսօր խոսքեր դառնալ։ Զգուշ եղիր քո խոսքերին, որովհետև նրանք կարող են գործողության վերածվել։ Իսկ գործողությունը կարող է սպանի։ Երբ որ մենք մեր մտքի դաշտին տեղիք ենք տալիս, իսկ միտքը մի բան ասեմ, պարազիտա, ինչ տաս կուտի։ Ինչ տաս ինքը դրան ինքը դա կուտի, կհարմարվի։ Ինչ տաս ինքը կվերցնի, ինքը սպունգի նման է։ Սպունգը իջեցնես կաթի մեջ անես, քամես կաթա դուրս գալու։ Իջեցնես ջրի մեջ քամես ջուրա դուրս գալու։ Միտքը այդպեսի մի բան է։ Գիտես կարգի բեր քո մտքի դաշտը։ Հրաժարվիր հոգևոր ծուլությունից։ Ալարում եմ կարդամ, ալարում եմ աղոթեմ, ալարում եմ եկեղեցի գնալ, ալարում եմ վկայեմ Աստծո մասին։ Կարգի բեր, հրաժարվիր հոգևոր ծուլությունից։ Մի քիչ առաջ ասեցի չար եւ ծույլ ծառա։ Եվ պատրաստ եղիր կատարել Աստծո կամքը։ Աստված չի օգտագործում ծույլ մարդկանց։ Եթե դու երազում ես լինես հոգևոր ինչ-որ մի գիգանտ, դա շատ լավ է։ Եթե դու երազում ես լինես հոգևոր դաշտում ինչ-որ փոփոխություն բերող, դա հրաշալի է, երազիր, բայց երազանքդ նպատակների վերածիր։ Եթե դու երազում ես լինես մեկը, ով որ ամբողջ Ստեփանավանը կբերի Աստծուն, ուրեմն պատրաստվիր ունենալ հզոր աղոթքի կյանք։ Ոչ թե մեկ գիշեր աղոթեցի հերիքա ինձ։ Պատրաստ եղիր ունենաս հոգևոր կյանք։ Մի պատմություն պատմեմ, նոր հիշեցի։ Ով է լսել Լեսթեր Սամբրալի մասին։ Հին սերունդը լսել է Լեսթեր Սամբրալի մասին։ Նոր սերունդը չի լսել Լեսթեր Սամբրալի մասին։ Ով է Լեսթեր Սամբրալը։ Լեսթեր Սամբրալը մեկն էր, ով որ պիտի մահանար, այդպես էր։ Երիտասարդ պատանի հասակում նա մահանում էր արդեն։ Եվ Աստված երազին գալիս, ասում ընտրի մահը եւ կյանքը։ Եթե կյանքը ընտրես, մեծ արթունություն կբերես, օրհնություն կլինես աշխարհի համար։ Եվ ցույց է տալիս դագաղը։ Նա ընտրում է Աստվածաշունչը, կյանքն է ընտրում։ Եվ բժշկվում է, հրաշքով բժշկվում է, պատանի էր, բժշկվում է, վերականգնվում է եւ ասում է, ինձ Աստված տանում է դեպի միսիոներություն։ Միսիայի, ազգերի մեջ, նա սկսում է գնալ միսիա եւ այլն, այն ժամանակ կար ուժեղ հոգևոր մի ծառայող։ Սմիթ Վիկելսվորթ էր նրա անունազգանունը, Անգլիայում էր ապրում։ Եվ նա երազանք ունենում գնա տեսնի Սմիթ Վիկելսվորդի հոգևոր կյանքը։ Եվ ասում է Անգլիա, անձրևոտ մի օր, ասում է ես գնացի, նրա տունը գտա, դուռը թակեցի, եւ երբ որ դուռը բացեց Սմիթ Վիկելսվորդը ասում է բոյով, հաղթանդամ մի տղամարդ էր, նայեց իմ ձեռքերում կար թերթ, այսօր սա է թերթը, լուրերը, ասեց ոչ մի աշխարհիկ բան իմ տուն չի մտնելու, այն աղբանոցը, նետիր աղբանոց եւ նոր կմտնես իմ տուն, նա նետում աղբանոցը, քանիսդ կներդի այդ աղբանոցը իր լուրերի, նետում աղբանոցը եւ մտածում հիմա կմտնեմ, կարող ենք ասի 5 բան, որով դու կլինես հոգեվոր շատ առողջ եւ հաջողակ, չգիտեմ, այս ջուրը խմիր, այս պեսոկետ միասին, չգիտեմ, 5 հատ ժիմ արա, 10 հատ կքանից։ Ասում ես մտածում եմ քիչ մեթոդն ունի։ Ասում եմ մտա նրա տուն, ասեց ինչի համար ես եկել, շատ չոր տղամարդ էր։ Ես եկել եմ որ քո հոգեվոր կյանքը տեսնեմ, ընդօրինակեմ։ Հարց չկա, բարի գալուս, լսել եմ քո մասին, Լեսթեր։ Արի։ Մենք հիմա գնում ենք Աստվածաշունչ կարդալու։ Մա 2 կամ 3 ժամ Աստվածաշունչ կարդացինք։ Հիմա մենք պիտի աղոթենք։ 2 կամ 3 ժամ աղոթեցինք։ Մտածեցի վերջ հիմա, երևի արդեն վերջ։ Հիմա պետք է նստենք խոսանք ինքից հատուկ բաներ կասի։ Հիմա գնում ենք նորից Աստվածաշունչ կարդալու։ Նորից Աստվածաշունչ կարդացինք։ Իսկ հիմա մենք աղոթելու ենք։ Մի քանի ժամ էլի աղոթք։ Հիմա նորից Աստվածաշունչ ենք կարդալու։ Հիմա նորից աղոթելու ենք, ասեցի սա էր։ Իսկ հիմա դու պիտի գնաս տուն, արդեն ուշ է։ Գնաս տուն, կլինի հաջորդ օրը կամ կլինի։ Կգաս, անպայման կգաս, չմոռանաս։ Գնացի, թերթերը չկար, նորից դուռը թակեցի, նորից բացեց, արի։ Գնում ենք աղոթելու։ 2-3 ժամ աղոթք, 2-3 ժամ Աստծո խոսք կարդալ, 2-3 ժամ եւ այդպես օրեր շարունակ։ Բայց ես հասկացա որ ներ գաղտնիքը։ Գիտես մենք ուզում ենք այդ մեծ մարդկանց կյանքը թորինակենք։ Սմիթ Վիկելսվորթ եղել է մեկը, որ մի քանի անգամ մարդահարություն տվել բարիզ բուն իմաստով։ Հարություն է տվել։
Կարծեմ երկու անգամ իր կնոջը։ Մենք ուզում ենք այդ չեմպիոնների կյանք ունենանք, բայց այդ ճանապարհը դժվարանում ենք անցնենք։ Մենք ուզում ենք այդ չեմպիոնների, հասկանում ես, մեդալները մեր պարանոցից կախեն, բայց մենք չենք ուզում նրանց պես քրտնաջամ պարապենք, նկուղներում քրտինք, դիսցիպլինա, սնունդ, սննդակարգ։ Մենք ուզում ենք ոնց ուզում ենք ապրենք, բայց զորություն ունենանք, չի լինելու, չկա նման բան։ Բարի լուր ասեմ քեզ, չի լինելու։ Դու ուրախ ես դրա համար։ Եվ չորրորդը, ուժերդ հավաքիր։ Մի ապավինիր քո երեկվա հաղթանակի վրա, չապավինես։ Չապավինես, որ երեք հաղթանակ եմ ունեցել։ Գիտես, Հեսուն էլ մեկ օր ապավինեց։ Ապավինեց իր երեկվա հաղթանակին եւ հաջորդ օրը պարտվեց։ Ամեն օր պիտի ուժերդ թարմացնես։ Ամեն օր պիտի ուժերդ հավաքես։ Ամեն օր դու արթնանում ես, դու նկատել ես, որ իրիկունը Աստծով sense փառքի մեջ, sense աղոթքով, sense ճպճպան յուղոտ պարկում ես, քնում ես, արոտ արթնում ես դատարկ, սա Աստծո սերն է։ Աստված մեզ այդ վատությունը չի անի, որ յուղոտ պարկեցիր, յուղոտ էլ վեր կացար։ Աստծո սերն է, ասում է նորից իմ երեսը փնտրիր։ Օրը սկսի իմ հետ ու ավարտի իմ հետ։ Թանկագինս ուժերդ հավաքիր։ Սա Աստծո սերն ասում է ամեն օր ինձ փնտրիր։ Չի կարելի ապավինել երեկվա հաջողությանը։ Երեկվա հաջողությունը դա երեք էր։ Փառք Հիսուսին երեկվա համար։ Բայց վաղը պիտի նոր մարդ լինի։ Վաղը պիտի նոր պատերազմ լինի։ Եվ գաղտնիք այստեղ է, ինչքան շուտ դա դու կզգաս, ինչքան շուտ դու կպատրաստվես, քո այսօր պիտի պատրաստվես վաղվա պատերազմի համար։ Կարիք կա ամեն օր նորոգվել ուժով, աղոթքի եւ ծոմի միջոցով, փառաբանություն եւ երկրպագություն։ Սա հրաշալի միջոցներ են։ Սուրբերի հետ հաղորդակցվել։ Սա նույնպես հրաշալի մեթոդ է։ Երբ որ մենք սուրբերով հավաքվում եւ հաղորդակցվում ենք իրար հետ, Սուրբ Հոգով լցվելու միջոցով ուժերդ հավաքիր, թանկագինս, Եսայա 40:31։ Ինչա գրված, բայց Տիրոջը ապավինողները կնորոգվեն ուժով։ Ովքեր որ Տիրոջը ապավինում են, նրանք ուժով կնորոգվեն։ Արծիվների պես թևերները վեր կբացեն եւ կսլանան, կվազեն եւ չեն հոգնի, կգնան եւ չեն սասանվի։ Ովքեր որ Տիրոջը ապավինում են։ Գիտես, Սամսոնը երբ որ դադարեց իր նվիրվածության կյանքը, արդյունքում կորցրեց։ Նա նվիրված էր Աստծուն, նա ուխտավոր էր։ Նա գիտեր իրեն ինչից պահի, բայց երբ որ նա դադարեց իր նվիրվածության կյանքը, նա արդյունքում կորցրեց զորությունը, նա կորցրեց պատիվ, նա կորցրեց տեսողություն։ Գիտես, երբ որ մենք սկսում ենք դադարում ենք Աստծո հետ քայլել եւ մեր նվիրվածության կյանքը ցույց տալ, մենք կույր ենք դառնում հոգեվոր։ Նա կորցրեց իր տեսողությունը, սիրելիս, կորցրեց, երբ որ նա անկավ չարի ձեռը, իսկ չարը երազում է, որ դու գնես նրա ճանկերի մեջ։ Նա առաջինը գիտես ինչ անում, հանում աշկերը։ Նա առաջինը կուրացնում է։ Գիտես ինչի համար է կուրացնում, գրված է եւ Սամսոնին տարան գազա, ցած, ներքև, իր տարածք։ Երբ որ մենք կորցնում ենք Աստծո հետ փոխ հարաբերությունը, մեր նվիրվածության կյանքը, ինքը հանում է մեր տեսողությունը, հոգևոր նպատակները, հոգևոր երազանքները։ Տեսողությունը դա մեր ապագան է։ Նա հանում է մեր աշկերը, որպեսզի մենք արդեն տարվողներ լինենք։ Ինքը բռնի մեր ձեռքից ու տանի այնտեղ, որտեղ ինքը ուզում է մեզ տանի։ Գրված է գազա տարավ, այնտեղ ցած, ներքև։ Չարի մոտ չկա վերել, կա միայն ներքև իշնել։ Բարձունքները միայն Աստծոբեն չա եւ Աստված բարձրացնում է միայն խոնար վայրերից, ներքևներից, այնտեղ ցածրերից Աստված խոնարհության մեջ է բնակվում։ Եվ երբ որ Սամսոնները ընկնում են չարի ձեռքը, տեսողությունը հանում է, տեսիլքը կորցնում ես, երազանքներ չկա։ Հետո կապում է, ազատությունն է խլում։ Եվ գրված է, եւ դարձավ փղշտացների ստրուկը, նա պարում էր փղշտացների առաջ։ Մեկ ով կանչված էր փրկեր փղշտացների ձեռքից եւ փրկում էր։ Նա դարձավ
ծաղրածու գրված նա պարում էր թշնամիների առաջ։ Սա որտեղից սկսվեց Սամսոնի կյանքը անմիջապես ընկավ նա, ոչ, սրա մասին խոսել եմ, հիշում ես կաթիլի ուժը թեմայի ժամանակ, որ կաթիլը զորություն ունի ամեն օր։ Ես խնդրեմ գաս նվագես։ Երբ որ ամեն օր ինքը ինչ որ նոր ազդեցություն թողնում։ Ղովթի մասին խոսանք։ Երբ որ Ղովթը դադարեց իր ճանապարհը նայել, իր ճանապարհը հսկել, կորցրեց իր ուժը, նա սկսեց նայել Սոդոմ քաղաքին սիրելիս։ Նա սկզբում նայում էր Աբրահամին, Աբրահամի Աստծուն։ Նա տեսավ մեծ հրաշքներ էր լինում։ Եվ երբ որ Ղովթը դադարեց նայել իր ճանապարհին, իր ուղիներին, իր մտքի դաշտին, նա սկսեց նայել Սոդոմին։ Հրաշալի տեղ։ Ու գիտես որ Սոդոմը շատ փառահեղ տեղ էր, գեղեցիկ։ Որովհետև երբ որ վեճ եղավ Աբրահամի եւ Ղովթի հովիվների միջև, Աբրահամն ասեց, ես խնդիր չունեմ, դու տես, ուր ես ուզում գնաս։ Եթե աջ ընտրես, ես ձախ կգնամ։ Եթե ձախ ընտրես, ես աջ կգնամ, եւ գրված է, որ Ղովթը նայեց Սոդոմին, հաճելի էր։ Գեղեցիկ շինություն, գեղեցիկ վայրեր։ Եվ երբ որ Ղովթը դադարեց իր ճանապարհին նայել, նա սկսեց նայել Սոդոմ քաղաքին։ Հետո բնակվեց Սոդոմի կողքը։ Մեջը չեմ։ Ես մեղքի մեջ չեմ, բայց նայում եմ։ Հետո կողքին բնակվել։ Հետո արդեն բնակվեց Սոդոմում։ Իսկ հետո արդեն կորցեց ամբողջը։ Կորցեց ընտանիք, կին, պատիվ, երեխաների հարգանք։ Որտեղից սկսվեց, որտեղ շեղումը եկավ։ Երբ որ նա հրաժարվեց Աբրահամի հետ ապրել մեկտեղ։ Չէ որ Ղովթ դու օրհնված էր, որտեղ Աբրահամ կար քո կյանքի մեջ։ Ուշադիր եղեք, թանկագիներս, ուշադիր եղեք, ամեն մեկը տունեք ձեր Աբրահամը։ Ուշադիր եղեք, որ դուք ձեր Աբրահամին չկորցնեք։ Երբ որ մենք կորցնում ենք մեր Աբրահամին, գիտես, օրհնություն կա։ Օրհնությունը կորցրեց եւ շեղում եկավ նրա կյանքի մեջ։ Նույնիսկ նա սեփական երեխաները նրան անարգեցին։ Բայց նա սկզբում թանկագինս չէր էլ պատկերացնում, որ նրա կյանքում սկսվել էր այդ կործանող ընթացքը, որտեղից նայեց ուղղակի։ Սկզբում նայելն է գալիս եւ անտեսավ պտուղին, որ հաճելի է, ինչու ոչ, փափագելի է։ Արավ եւ կերավ եւ ամուսուն էլ տվեց։ Ինչ է այս աշխարհում Հովանես Առաքյալը կասի։ Աշկի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Սա է աշխարհի զենքերը։ Դավիթը, թանկագինս Դավիթը չպնդացրեց իր թիկունքը հենց պատերազմի օրերին։ Սրա մասին գրված է Բթակավորած 11 գլխում, չեմ կարդալու։ Նա չպնդացրեց իր թիկունքը, երբ որ գրված է, գիտես ինչա գրված։ Այդ օրերին, այդ ժամանակ, երբ որ թագավորները պատերազմի էին գնացել, Դավիթը արթնացավ ովա երկրորդ կեսին։ Երբ որ նա չպնդացրեց իր հոգևոր թիկունքը, նա ընկավ։ Եվ շատ բարձր ընկավ, եւ շատ ցավոտ ընկավ։ Երբ որ նա հոգևորում թուլացավ, տեսավ Բերսավիային։ Մեկ հայացք։ Դավիթ, միթե դու պիտի լիներ այդ կտուրներին, միթե դու պիտի լիներ մի տեղ, որտեղ դու չպիտի լինեիր ընդհանրապես։ Գրված է, նա տեսավ Բերսավիային։ Հետո շնությունը բերեց ագրեսիա, Ուրիային սպանել տվեց։ Գիտես շնության մեջ կա շատ ուժեղ ագրեսիա, երբ որ ուզում ես կոծկես, ագրեսիվ ես դառնում։ Նա գիտես հնարքներ էր փնտրում, հորինում, Դավիթը սաղմոսներ էր գրում։ Դավիթը, որ Աստծո հաճելի մարդ էր, Աստծո սրտին հաճելի մարդ էր, հնարքներ էր փնտրում արդեն իր հավատարիմ զինվորին սպանել տալ։ Երբ որ նա նայեց, երբ որ նա չպնդացրեց իր թիկունքը, թուլացրեց իր թիկունքը, նա սկսեց նայել ուրիշ տեղեր, կտուրներով ման եկավ։ Գիտես Դավիթը գիտես ով էր, Դավիթը մեկն էր, որ երբ որ
հնչում էին փողերի ձայները, որ պատերազմ ալինելու, նա առաջին էր կանգնած առաջնագծում։ Իսկ հիմա պատերազմի է գնացել ժողովուրդը, ազգերը, գնացել են այնտեղ թագավորները պատերազմի, նա տանը քնած էր։ Հա գիտես ինչի է նման։ Գիտես ինչի է նման։ Սա նման է նրան, երբ որ օրինակի համար հայտարարվում աղոթքի ծառայություն։ Հիշիր քեզ, երբ որ դու մի աղոթքի ծառայություն բաց չես թողնում։ Իսկ հիմա այդ փողերը հնչում են, հայտարարությունը գրվում, օրինակ են բերում, զուտ սենց, օրինակ։ Հայտարարություն է գրվում, փողերը հնչում, աղոթքի ծառայություն։ Չկաս։ Օրինակ։ Բայց դու մի ժամանակ մեկն ես, առաջինն ես։ Դու մի աղոթքի ծառայություն բաց չես թողնում, դա պատերազմ է, աղոթքի ծառայություն դա պատերազմ է։ Զգուշ Դավթի օրը չընկնես։ Նայես ինչ-որ մի բան տեսնես, կտուրներում մանգաս, բարձր տեղերում, քեզ հիմա հնարավորություն ունես կտուրները բարձրանաս, թագավոր ես։ Հետո նայում ես, տեսնում ես Բերսավիա։ Հետո մեղքի մեջ ես ընկնում։ Լավ, դու չէ, ուրիշ քաղաքի եկեղեցու մասին է խոսքը։ Ես մեղքը մեղքա ծնում։ Հետո Ուրիային կանչել տվեց, հնարքներ է փնտրում։ Իրես մի հայացքը, որ նա տեսավ Բերսավիային, եկավ շնություն, Ուրիայի սպանություն, ընտանեկան ողբերգություն, սա ողբերգություն էր իրականում, երեխայի մահ, ինչ որ մարմնից է ծնվում ինքը պիտի մեռնի, որտեղ դա մարմնից ծնունդ եկած երեխա էր, մենք կարանք ասենք, բա երեխայա ինչ մեղք ուներ եւ այլն, գրված է, որ 5 տականը մեզ համար գրվեց որպես դաստիրակ, մենք կարանք կարդանք ու դաստիրակվենք այդտեղից, ինչ որ մարմնից է ծնվում, դա մեռնելու է միևնույնն է, հոգուց ծնվածն է հաղթում աշխարհը, հոգուց ծնվածը հոգի է, իսկ մարմնից ծնվածը մարմին է։ Դες եթե Դավիթ թագավորը լիներ այնտեղ, որտեղ որ պետք էր լիներ, այդ ամենը չէր կատարվի, իսկ նա պիտի լիներ պատերազմի դաշտում։ Աշակերտների մասին խոսանք։ Չկարողացան ուժերը հավաքել Գեթսեմանի պարտեզում եւ արդյունքում րոպեներ անց բոլորը փախան, չկարողացան հավաքել իրենց ուժերը։ Պետրոսը 3 անգամ ուրացավ, Հուդան դավաճանեց, նա վաճառեց 30 արծաթով։ Ես գիտես այսօր մի հայտություն եմ ստացել, 30 արծաթը դա Հիսուսի գինը չէր, դա Հուդայի գինն էր։ Այո, 30 արծաթը դա Հուդայի գինն էր։ Նա վաճառեց Հիսուսին 30 արծաթով, կարծես դա Հիսուսի գինն էր, ոչ, դա Հուդայի գինն էր։ Ինչքանով ենք մենք վաճառում։ Քանի արծաթ։ Գիտես ինչու, որովհետև Հուդան ի սկզբանե ուներ սառը հաշվարկ։ Նա ուներ իր մարդկային մտածելակերպը, իր մարդկային մոտեցումները, Հիսուսը կդառնա թագավոր, իսկ ես կլինեմ ինչ-որ նախարար, ասենք ֆինանսների։ Չի կարելի սառը հաշվարկով ապրել։ Հիսուսի մենք պիտի ուղղակի հետևենք, այդքան բան։ Եվ քանի որ նրանք չկարողացան, հասկանում ես, իրենց ուժերը հավաքեն Գեթսեմանի պարտեզում, արդյունքում րոպեներ անց բոլորը փախան։ Մի հոգի անգամ չմնաց, ով որ մնաց մերկ մի երիտասարդ էր, որ փաթաթվեց ու նա էլ փախավ։ Պետրոսը 3 անգամ ուրացավ, Հուդան վաճառեց։ Իրենց վախը հաղթեց բոլորին, որովհետև նրանք չէին ուժեղացել փորձությունից առաջ, որտեղ դու չգիտես որ պահին այն կլինի։ Նույնիսկ եմ ասում, վախը հաղթեց բոլորին, որովհետև նրանք չէին ուժեղացել փորձությունից առաջ, իսկ դու չգիտես փորձությունը երբ է լինելու, բացարձակ չգիտես։ Ինչ դաս մենք կարող ենք այստեղից քաղել։ Պատերազմում հաղթանակը սկսում է մինչև որ պատերազմը կսկսվի։ Նույնիսկ եմ ասում, պատերազմում հաղթանակը սկսվում է մինչև որ պատերազմը կսկսվի։ Դեռ որ դու ուժեղացրել ես հավաքել ես քո ուժերը։ Նույնով անցավ Սողոմոն թագավորը, նույնիսկ աշխարհի ամենաիմաստուն մարդը ընկավ սրա մեջ։ Արդյունքում թագավորությունը բաժանվեց։ Այսպիսով այսօր էլ շրողը կրկին մեզ դեմ է դուրս է գալիս ընտանիքի, երիտասարդների, եկեղեցու եւ նրա ծառայողների դեմ։
Իսկ Աստված ասում է, գիտես ինչ ասում է, պատնեշդ պահիր, որովհետև կա փշրող, ճանապարհիդ հետևիր, որովհետև կա փշրող, պատրաստվիր հոգևոր պատերազմին, որովհետև կա փշրող, եւ հավաքիր ուժերդ։ Այսօր հոգևոր քնի ժամանակը չէ, սա արթուն մնալու ժամանակն է։ Գիտես, չանձնվես թանկագինս, ինչքան է դժվար լինի, ասպարեզդ վազիր, անցիր քո ասպարեզը։ Մի բան էլ ասեմ, չանձնվես ասպարեզիդ վերջի շրջանակի ժամանակ։ Դու չգիտես քո վերջի շրջանակը երբ է։ Լինում է ժամանակ, որ ուզում ես հանձնվես, բայց միգուցե հիմա դու վազում ես քո այսօրվա դժվարության վերջի շրջանակը։ Քո վերջի կրուգն ես վազում, չանձնվես։ Գիտես, նման մի պատմության մեջ ընկավ Եղիա մարգարեն, որ նա ուներ հզոր եւ հրաշալի հաղթանակ Կարմեղոս սարի վրա։ Եվ նա կոտորեց Բաղամի մարգարեներին, եւ դա իր ասպարեզն էր, եւ ինքը երբ որ սկսեց վազել, նա հոգնեց այդ ասպարեզում եւ գրված է, որ նա հաղթեց Բաղամի մարգարեներին, հետո փախավ Հեզաբելի երեսից, գնաց ու եկավ ու նստեց մի գիհու ծառի տակ եւ սրտանց ուզեց, որ մեռնի։ Գիտես, լինում է ժամանակ, որ դու վազում ես քո ասպարեզը, լինում է ժամանակ, որ դու վազում ես քո ճանապարհը, քո ասպարեզը, հաղթանակ ես ունենում, հաղթում ես, հետո այդ հաղթանակը, չգիտես ինչու վերածվում է մի հատ դժոխքային վիճակի։ Երբ որ ուզում ես մեռնես, երբ որ ապրելը չի գալիս, գրված է նա սրտանց ուզեց, որ մեռնի, եւ ինչ ասաց, արդեն բավական է, ով Տեր, առ իմ հոգին, վերցրու իմ հոգին։ Լինում այսպես էլ է լինում հոգևոր մարդկանց մոտ։ Երբ որ վազում ես քո ասպարեզը, վազում ես քո ճանապարհը, վազում ես, հաղթել ես, բայց դու չգիտես քո դուրսա քո վերջի շրջանակն է, հեսա հասնում ես արդեն։ Հեսա։ Գիտես, ես որպես հովիվ ինչ եմ տեսել։ Շատ չի երկար չի որ հովիվ եմ, որպես հովական ծառայության մեջ եմ, հեսա 6-րդ տարին է, բայց ես ինչ եմ նկատել։ Օրինակի համար, տեսնում եմ մեկին, ասում եմ հրաշալի է, լավ սկիզբ ունի, սպասեմ։ Ես ինքս Աստծո հետ մի հատ պայման եմ վերցնում, ասում Տեր իմ Աստված, եթե 3 ամիս դիմացավ, նրան այս ծառայությունից բերում եմ ավելի այսպեսի մի հատ կարևոր ավելի ծառայության մեջ։ Որպես հովիվ, գիտես ինչքան եմ ես այդպեսի բան արել։ Գիտես երբ հանձնվել, երբ որ իմ նշանակած բանից, ժամանակից մի շաբաթ առաջ գալիս ասում եմ ես դուրս եմ գալիս, կամ չգնում եմ, կամ հոգնել եմ, կամ էլ չեմ ուզում։ Ես իմ մեջ նայում եմ, ես ժպտում եմ նրան, ասում հարց չկա, բայց իմ մեջ սուք է այս ժամանակում, ասում լավ, մի շաբաթ է չդիմացար։ Ինքը չգիտեր է ախր իմ ու Աստծո խոսակցությունը։ Ինքը չգիտեր որ վերջի ասպարեզն է վազում, վերջի շրջանակն է։ Հեսա հասնում է։ Բան չմնաց։ Հաջորդ շաբաթօր ես պիտի նրան կանչեի խոսայի նրա հետ։ Բայց ինչ որ լուրջ ծառայության, ավելի բարձր ծառայություն, ավելի Եվ գիտես, Եղիան ընկավ նման մի բանի մեջ։ Նա Կարմեղոս սարի վրա հաղթեց։ Բաղամի մարգարեներին կոտորեց, ջարդեց։ Իսկ հետո վախ եկավ նրա կյանքի մեջ։ Եվ նա նստեց մի գիհի ծառի տակ եւ սրտանց ուզեց, որ մեռնի եւ ասաց արդեն բավական է, ով Տեր, առ իմ հոգին։ Նկատեք, որ նա թույլ մարդ չէր, նա ուժեղ մարդ էր։ Նա Աստծո հզոր մարգարեն էր։ Նա նոր էր ունեցել իր հաղթանակները։ Եվ հետաքրքիր գիտես, որ նա այնա, որ Աստված նրան չդատեց։ Նա չասաց դու թուլանալու իրավունք չունես։ Նա չեկավ ու ասեց, «Էս ի՞նչ է վիճակդ, չէ որ դու մարգարե ես, չէ որ դու, չգիտեմ, առաքյալ ես, չէ որ դու հովիվ ես, չէ որ դու ուսուցիչ ես, չէ որ դու ավետարանիչ ես»։ Աստված չեկավ ու չդատեց, գիտես ինչ արեց, մի հատ կպավ նրան ուղակի, հպվեց, ասեց կեր, հաց կեր, թանկագինս հացդ կեր, Աստծո խոսքդ կեր, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, երբ որ թուլանում ես, Աստված գալիս է, քեզ ուրիշ բան չի ասի, գիտես, նույն արեց
այն Աստծո ծառան լեսր Սամրալին։ Ասաց, արի հաց ուտենք, արի Աստծո խոսք կարդանք, արի աղոթենք, հացը կեր, եւ գրված է եւ Եղիան կերավ, հանգստացավ ու 40 օր գնաց։ Զորացավ Աստծով։ Գիտես, Եղիան մտածում էր, որ վերջ, ես այլևս չեմ կարող շարունակել։ Իսկ Աստված ասաց, որ սա քո վերջը չէ, քո ճանապարհը դեռ չի ավարտվել։ Երբեմն գալիս է մեր կյանքի մեջ, որ մտածում ենք վերջացավ։ Ամեն մի վերջը ունի հրաշալի նոր սկիզբ։ Ինչ-որ մի բանի վերջը նոր սկիզբ է մեզ բերում, նոր սկզբի մեջ է մեզ տանում։ Ես Աստված նայում ասում եմ, այստեղ դու արդեն լճանում ես։ Ես քեզ ուզում եմ տանեմ փառքից փառք։ Մի մտածիր, որ ավարտվել է, չէ։ Մի նոր բանի մեջ ազում քեզ Տերը տանի, խնդրեմ փառաբանության թիմը գա։ Եթե հիասթափվում ես կամ հիասթափված ես, եթե ուժերը սպառվել են, եթե ուզում ես հանձնվես, մի որոշիր կանգ առնել միայն այն պատճառով, որ հոգնած ես։ Հոգնածությունը ասում է կանգնիր, հավատքը ասում է եւս մեկ քայլ։ Դու կարող ես լինել քո վերջին շրջանի վրա եւ չիմանալ, որ հաջորդ շրջանի կամ շրջադարձի մոտ Աստված պատրաստվել է քո համար երկրորդ շրջարություն տալ։ Դու չգիտես, որ դու քո երկրորդ շրջանակի վրա ես։ Չխառնես ուժի պակաս Աստծո ծրագրի պակասի հետ։ Դու մտածում ես ուժերս պակասել է, ուրեմն Աստծո մոտ էլ ամեն բան պակաս է, չէ՞։ Չխառնես, չշփոթես քո ուժերի պակասը Աստծո ծրագրի պակասի հետ։ Երբեմն ուժ չկա, բայց Աստծո ծրագիրը դեռ շարունակվում է։ Երբեմն մարդը պարկում է իր գիհու թփի տակ, իսկ Աստված արդեն պատրաստում է նրան հաջորդ լեռի վրա բարձրացնի։ Դու իջել ես Կարմեղոս լեռից հաղթանակած, իջել ես գիհու թփի տակ պարկել ես, մտածում ես վերջ, այսքանով իմ կյանքը ավարտվեց, Աստված արդեն պատրաստել է քո համար նոր լեռ։ Ես ինչ անում։ Մոտենում բզում է, ասում է վեր կաց, հացդ կեր ու գնա հաջորդ լեռը գրավելու համար։ Եղիայի կյանքը չավարտվեց, չպրծավ, այլ նոր սկիզբ ունեցավ։ Այսօր, գիտես, մենք ամեն մեկս մի ընտանիքից ենք, մի դժվարության մեջ ենք, խնդիր ունենք, հոգնած ենք։ Ուզում ենք ասենք, վերջ պրծավ իմ հոգևոր կյանքը կամ իմ կյանքը այսքանով ավարտվեց։ Աստված ուրիշ բան ասում։ Հաջորդ շրջանակի ես պատրաստ եմ, քեզ կդիմավորեմ, քեզ երկրորդ շրջարություն եմ տալիս։ Քեզ հաց եմ տալիս, հացդ կեր ու շարունակիր քո ասպարեզը։ Հացդ կեր ու գնա հաջորդ լեռը գրավելու համար։ Ես ամեն օր քեզ հարց տուր։ Ինչ եմ ես այսօր պահպանում, ամեն օր վեր ես կենում, հարց տուր քեզ։ Ինչ եմ ես պահպանում իմ կյանքի մեջ։ Իմ մարդկային ամբիցիաները, թե Աստծո երազանքը։ Իմ մարդկային կարծիքները, թե Աստծո նպատակները, ինչ եմ ես պաշտպանում։ Որ ճանապարհով եմ ես գնում։ Արդյոք ես ճշմարտությամբ եմ գոտեպնդված։ Որտեղից եմ ես վերցնում իմ զորությունը, Տիրոջից թե ինձանից։ Եթե քեզանից ես դու վերցնում քո զորությունը, պարտվելու ես մի օր։ Միջև երբ։ Իսկ եթե Աստծուց ես վերցնում քո զորությունը, երբ որ Աստվածը քո անսպառ էներգիան, երբեք այնտեղ չես պարտվի։ Միգուցե ընկնես, իսկ եթե ընկնես, ընկնելու ես Հիսուս Քրիստոս ժայռի վրա։ Եվ վերջի տեղը կարդամ եւ մենք աղոթենք։ Սաղմոս 18:2 Տեր, իմ վեմ եւ իմ ամրոց եւ իմ ազատարար, իմ Աստված, իմ վեմ, որտեղ ապաստան եմ գտել, ով իմ վահան եւ իմ փրկության եղջյուր, նա իմ ապավենն է։ Սա Դավիթ թագավորի խոսքերն են։ Գիտես, Հիսուսն է մեր ապավենը եւ մեր ամրոցը։ Եվ եթե նույնիսկ հոգնել ես, Աստված կարա նորոգի քո զորությունը, քո ուժը։ Աստված կարա քեզ թարմություն տա, միայն թե ուժերդ հավաքիր։
Եթե դու ուզում ես հանձնվես, մի բան մտածի, միգուցե սա այն վերջի շրջանակն է, մեկ շրջանակ էլ կտամ այնտեղ Տեր ինձ կդիմավորի, եւ ինձ երկրորդ շնչառությունը կտա, եւ ես կնորոգվեմ իմ ուժով եւ զորությամբ կգնամ ու չեմ հոգնի, կվազեմ ու չեմ սայթակի, ձեռքերս կպարզեմ եւ արծիվի պես կսլանամ, որովհետեւ Տերն է իմ վեմը եւ իմ ամրոցը, իմ ազատարարը, իմ Աստվածը, իմ վեմն է, որի վրա ես իմ հույսս դրել եմ։ Ես խնդրեմ, որ մենք հիմա կանգնենք Աստծո առաջ եւ մի երգ վերցնենք եւ աղոթենք ու երգենք ու փառաբանենք Աստծուն, կդավանենք նրան, կասենք նրան, ասենք նրան, որ նա է մեր զորությունը։ Ասենք նրան, որ գիտես, ես կբացեմ իմ թևերը եւ կսալանամ։ Սիրելիս, երբեք չհանձնվես, խնդրում եմ, չհանձնվես, թևերը ուղղակի բացիր։ Խնդրի Աստծուն, ասա Տեր, դուր ինձ երկրորդ շնչառություն։ Եթե դու Եղիայի պես հաղթանակներ ունեցել ես այնտեղ անցյալում, Կարմեղոս սարի վրա եւ այստեղ մեռնել ես ուզում, ասա Տեր, կպի ինձ, դուր ինձ իմ ամենօրյա հացը։ Եվ ես հետո էլի կգնամ եւս 40 օր եւ չեմ հոգնի։ Ես կունենամ նոր հաղթանակ եւ նոր լեռ, Աստծո լեռը, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա։ Որ մեր Աստված, մենք շնորհակալ ենք Տեր քո հավիտենական խոսքի համար։ Խնդրում ենք ուժեղացրու մեր թուլացած ձեռքերը, ուժեղացրու մեր թուլացած ոտքերը, ուժեղացրու մեր թուլացած սրտերը, իմ Սուրբ Աստված, կպիր մեզ, Օ Տեր,
Երկնային Աստված, մենք ապաշխարում ենք հիմա քո առաջ։ Տեր, մենք ներողություն ենք խնդրում։ Եթե մենք մեր պատնեշը լավ չենք պահել, թույլ ենք պահել, ուշադիր չենք եղել, մեր ճանապարհները չենք նայել, չենք հսկել, մեր թիկունքը թույլ է եղել, եւ մեր ուժերը, երբ որ եկել արդեն հատման, մենք թուլացել եւ ընկել ենք։ Մենք ապաշխարում ենք, Տեր, եւ աղոթում ենք, որ դու նորից մեզ ուժ տաս, ոնց որ Եղիային տվեցիր, ոնց որ Սամսոնի վրա հետո եկավ իր զորությունն ու իր ուժը, ոնց որ Դավիթը երբ որ ընկավ, հետո հասկացավ եկավ քո առաջ, դա քուրզ էր հագեր եւ մոխրի մեջ էր նստել եւ ապաշխարում էր քո առաջ։ Տեր իմ Աստված, օգնիր մեզ, որ մենք նորից, ով որ կորցրել է վերականգնի, ով որ նախկինում Տեր մի փոքր փողի ձայն էր հնչում, որ հավաքվում ենք, այսինչ ծառայություն, այնինչ աղոթքն է, Դավթի պես առաջնա գծում էր, իսկ հիմա թուլացել է, իսկ հիմա կտուրների վրա է, իսկ հիմա նայում աջ ու ցախ, զորացրու եւ ուժ տուր։ Եթե մենք Տեր Ղովտի պես մեզ հաճելի է Սոդոմի տեսքը, եւ մենք եկել ենք եւ Սոդոմի պատի տակ ենք հանգրվանել, մեզ հաճելի է, մենք նայում ենք, մենք ներսում չենք, բայց մի տեսակ քո մեջ էլ չենք։ Մենք Սոդոմի մեջ չենք, բայց մի տեսակ քո մեջ էլ չենք, արդեն քո նպատակի մեջ չենք, քո ուղիների վրա չենք։ Տեր իմ Աստված, մեզ հետ քաշիր դեպի քո նպատակները։ Մենք ապաշխարում ենք, Տեր, ներողություն ենք խնդրում։ Մենք չենք ուզում ձևանալ, եթե կա խնդիր կյանքի ոլորտների մեջ, մենք ապաշխարում ենք, Տեր, եւ խնդրում ենք, որ մեզ բժշկես, բժշկություն բերես մեր կյանքի վրա, Հիսուսի անունով։ Սիրելի եկեղեցի, խնդրում եմ կրկնին իմ հետևից, ասամ, Հայր իմ Աստված, ես քո առաջ եմ գալիս, քո որդի եւ իմ Տեր իմ Փրկիչ, Հիսուս Քրիստոսի անունով, ես ապաշխարում եմ, որ լավ պահապան չեմ եղել իմ պատնեշներին, որ իմ պատնեշները թուլացել են, ես չեմ պահպանել, ինչպես որ հարկն է, զորացրու իմ պատնեշները, ամրացրու իմ հոգևոր պատերը, Տեր ների ինձ, եթե լավ չեմ նայել իմ հոգևոր ճանապարհներին, ես թուլացել եմ, ես դեպի քեզ չեմ եկել, հիմա ապաշխարում եմ եւ ասում եմ, ես իմ կյանքի բոլոր ուղիները քեզ եմ հանձնում։ Տեր իմ Աստված, ապաշխարում եմ իմ թուլացած թիկունքի համար, որ թիկունքս չեմ պնդացրել, իսկ հիմա ես քո առաջ կանգնած եմ, գոտեպնդված ճշմարտությամբ, եւ իմ միտքը նույնպես գոտեպնդում եմ քո ճշմարտությամբ։ Տեր ներիր ինձ, եթե ուժերս թուլացել են, բայց քեզ չեմ ապավինել, իսկ հիմա ես Հիսուս Քրիստոսով Աստծո զորավորն եմ, ես Հիսուս Քրիստոսով Աստծո զավակն եմ եւ Աստծո զինվորն եմ, ես կգնամ եւ չեմ հոգնի, կվազեմ եւ չեմ սայթակի, իմ թևերը կբացեմ եւ արծիվների պես կսալանամ, որովհետեւ ես գիտեմ Սուրբ Հոգու քամիները, փառք քեզ, հավիտյանս հավիտենից, հալելույա, ամեն, հալելույա, փառք մեր Տիրոջը, Տիրոջ խոսքը ամեն ժամանակ արդիական է եւ ամեն ժամանակ բժշկող է, փառք մեր Տիրոջը, հավիտյանս հավիտենից, Տերը քեզ շատ օրհնի սիրելիս, միգուցե ես այսօր քարոզի ժամանակ անցնում էի, քո կյանքին էի կպնում, միգուցե ինչ-որ միտեղ ցավը զգացիր, ինչ-որ միտեղ, գիտես ինչ, սա Աստծո հրավերն է քեզ, Մարտա հրավերն է քեզ, փոխվես, ուղղակի փոխվես,
Ես առաջինը քարոզելուց միշտ ինձ եմ քարոզում։ Եթե քարոզս ինձ չի կպնում, սա քարոզ չի իմ համար։ Ես նույնպես ինձ գտնում եմ ոլորտների մեջ, որտեղ եմ թույլ եղել, որտեղ եմ թուլացել, որտեղ պիտի ուժեղանամ, որտեղ պիտի ապավինեմ ավելին, ինչին պիտի ավելի շատ ուշադրություն դարձնեմ, միշտ ուշադիր լինենք թանկագինս։ Այսպիսով քո դեմ փշրող է գալիս, իմացիր։ Ինչ պիտի անես, պահիր պատնեշը։ Դու հասկացար, որ նա պատնեշը, պահիր։ Ճանապարհիդ ուշադիր եղիր։ Ուշադիր նայիր քո ճանապարհներին։ Թիկունքդ պնդացրու, ամրացրու, չթուլանաս։ Եվ ուժերդ վերջապես հավաքիր։ Եվ Տերը քեզ կտա երկրորդ շնչառությունը։ Փառք նրան, Հավիտյանս Հավիտերի։ Մեր Աստված բարի է։ Եվ ամեն ժամանակ նա բարի է։ Փառք Հիսուսին, բարձի քո ձեռքը քեզ օրհնեմ։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ զորացնի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։ Վերջակետ չդնես, խնդրում եմ, վերջակետ չդնես։ Այնտեղ որտեղ Տերը ստորակետ է դնում։ Մի ասա ամեն ինչ վերջացել է։ Ասա Տեր, միգուցե դու նոր բան ունես իմ համար։ Ճանաչիր Աստծուն քո բոլոր ճանապարհների մեջ, ճանաչիր նրան։ Հետո միգուցե հոբի պես ասես, լսել էի քո մասին, իսկ հիմա իմ աչքերը տեսան կենդանի Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Եվս մեկ անգամ վերցնենք այս երգը ու գնաս Տիրոջ խաղությամբ։